Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը $5 միլիոն արժողությամբ Թրամփ քարտը, որը հնարավորություն կտա հարուստ ներգաղթյալներին մուտք գործել ԱՄՆ։ Այս մասին գրում է People-ը։ Թրամփը հայտարարել է, որ իր դիմանկարով զարդարված քարտերը հասանելի կլինեն առաջիկա 2 շաբաթներում։ Ավտովազը սկսել է վաճառել մրցարշավային Niva Sport մեքենաները, որոնց գինը սկսվում է $18,500-ից, գրում է Izvestyan։ Մեքենան հագեցած է 1.6 լիտրանոց 16 փական ունեցող շարժիչով, որի հզորությունը կազմում է 122 ձիաուժ։ Այն 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 11.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 162 կմ/ժ։ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի 10-ից լրացուցիչ 34 մաքսատուր կսահմանվի ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ ավելի վաղ սահմանված մաքսատուրքերի, որոնք ներկայացրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրում է CNN-ը։ Հնդկաստանում ձերբակալվել է գողը, ով փախչում էր ոստիկանությունից, կարճահոտություն ստեղծելով, գրում է India Today-ը։ Գողության մեջ մեղադրվող այս տղամարդը կարողացել է 6 անգամ փախչել ոստիկաններից, օգտագործելով իր արտասովոր հնարքը։ Ամեն անգամ, երբ նրան փորձում էին ձերբակալել, նա ստեղծում էր խայտառակ կարճահոտություն, որից ոստիկաններին հետ էին քաշվում, ինչը հնարավորություն էր տալիս նրան փախչելու։ Թրամփը երկարաձգել է TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում եւս 75 օրով, գրում է AP News-ը։ Մենք չենք ցանկանում, որ TikTok-ը արգելափակվի։ Մենք անհամբեր սպասում ենք լուրջ համագործակցության թե TikTok-ի, թե Չինաստանի հետ գործարքի հասնելու նպատակով, ասել է Թրամփը։ Մինչ այս Թրամփը պահանջել էր, որ TikTok-ին պատկանող չինական ByteDance ընկերությունը մինչև ապրիլի 5-ը վաճառի հարթակի ամերիկյան հատվածը։ Իլոն Մասկի հայրը Էլոն Մասկը ասել է, որ իր ընտանիքը հիացած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ Եթե Պուտինին դիտարկենք որպես մարդ, այլ ոչ թե միջազգային քաղաքական գործիչ, ապա դժվար է նրա նկատմամբ հարգանք չունենալ։ Ընտանիքով մենք մի փոքր հիանում ենք պարոն Պուտինով, նշել է Մասկը։ Այս մասին գրում է Newsweek-ը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետական պաշտոնյաները պետք է պահեն իրենց սիրուհիներին սեփական հաշվին, այլ ոչ թե պետական բյուջեի։ Լուկաշենկոյի հայտարարությունից հետո ներկա պաշտոնյաները լռեն են չարձագանքելով մեկնաբանությանը։ Այս մասին գրում է RBK-ն։ TikTok-ում տարածվող մոլեկուլա նիհարեցնող հաբերը առաջացնում են կախվածություն եւ լուրջ առողջական խնդիրներ։ Օգտագործողները կիսվել են իրենց փորձով եւ հայտնում են, որ ունեցել են գլխապտույտ, սրտխփորձ, սրտխառնոց, բարձր ջերմություն, անքնություն եւ ուժեղ թուլություն։ Որոշ դեպքերում գրանցվել են նաեւ ուշաթափություններ եւ փսխումներ։ Այս մասին գրում է Masha։ Ամերիկացի հայտնի рэփեր Eminem-ը Marshall Mathers-ը պաշտոնապես պապիկ է դարձել։ Նրա որդեգրած դուստրը Alaina Maris Scott-ը վերջերս մայր է դարձել, լույս աշխարհ բերելով իր որդուն, գրում է USA Today-ը։ Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա ամերիկացի զբոսաշրջիկ Միխայել Վիկտորովիչ Պոլյակովին, ով փորձել էր այցելել Նորթ Սենթ-Ել կղզի Անդամանյան ծովում։ Կղզում բնակվում է աշխարհի վերջին տոհմերից մեկը, որը չի շփվում արտաքին աշխարհի հետ։ Հնդկաստանի կառավարությունը խիստ արգելում է մոտենալ կղզուն։ Այս մասին գրում է BBC-ն։